Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը տեղի կունենա Դուբայում փետրվարի 3-ից 5-ը։ Նախատեսված է ելույթ, ինչպես նաև կլոր սեղանի հանդիպումներ։ Հիմնական թեման ներդրումների ապագան է։ Այցի շրջանակներում կանցկացվեն երկկողմ քննարկումներ։ Վրաստանի վարչապետը Դուբայ է այցելել իր պատվիրակության հետ, որի կազմում են պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, արդարադատության և կրթության նախարարները, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Դրամաշնորհների և քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրենքները խստացվում են, փոփոխություններ են կատարվել ևս 5 օրենքներում։ Նախաձեռնությունները քննարկվել են այսօր դատական հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ հավանության են արժանացել։ Նախատեսվող փոփոխությունները պարզաբանում են դրամաշնորհի սահմանում քրեական պատասխանատվություն և պատժելի են դարձնում արտաքին լոբբինգը։ Օրենքի խախտումը կհանգեցնի տուգանքի 300-ից 500 ժամ հանրային աշխատանքների կամ 6 տարվա ազատազրկման։ Ինչ վերաբերում է քաղաքացիների քաղաքական միավորումների օրենքի օրգանական օրենքին, ապա փոփոխությունների համաձայն այս կազմակերպությունում աշխատող անձը, որը իր ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում է արտերկրից, 8 տարի ժամկետով կարգելվի անդամակցել քաղաքական կուսակցությանը։ Քաղաքական կուսակցության անդամի ֆինանսական գործունեությունը կհսկվի աուդիտի ծառայության կողմից։ Ընդդիմությունը քննադատում է վրացական երազանքի օրենսդրական նախաձեռնությունները և այն անվանում բռնաճնշող։ Նրանց խոսքով իշխող թիմը փորձում է նախատեսված փոփոխություններով սահմանափակել ոչ կառավարական կազմակերպությունները։ Խորհրդարանական մեծամասնությունը մեղադրանքները համարում է անհիմն և հայտարարում, որ թույլ չի տա արտաքին միջամտություն վրացական քաղաքականությանը և երկրի ներքին գործերին։ Եվրոպայի խորհրդի անձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտին դեմ է դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններին։ Դրամաշնորհների մասին օրենքում հայտարարված փոփոխությունները, որոնք ներառում են դրամաշնորհի իրավական սահմանման ընդլայնումը, չափազանց լայն են և սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական հասարակության բնականոն և օրինական գործունեության համար։ Ես մտահոգված եմ 7 տարբեր օրենքներում առաջարկվող նորամուծություններով, որոնք եթե ընդունվեն, զգալի սահմանափակումներ կսահմանեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։ Դրանք չեն համապատասխանում Վրաստանի միջազգային իրավունքի շրջանակներում հավաքների ազատության իրավունքը երաշխավորելու պարտավորություններին։ Ես խնդրում եմ խորհրդարանին մերժել այս փոփոխությունները և կոչ եմ անում իշխանություններին վերահաստատել քաղաքացիական տարածքի և հիմնարար ազատությունների պաշտպանության իրենց հանձնառությունը, ասել է Մայքլ Օ'Ֆլահերտին։ Նա նաև նշում է, որ փոփոխությունները նպատակ ունեն լուրջ խաթարել Վրաստանում քաղաքացիական հասարակությունը, որը ըստ նրա երկրում սկսվել է 2024 թվականին։ Իշխող կուսակցությունը արձագանքել է վերոնշյալ հայտարարությանը։ Գնային կարգավորման վերաբերյալ քննարկումները կսկսվեն ընթացիկ շաբաթ օրենսդրական նստաշրջանում։ Առաջին նստաշրջանը կկայանա փետրվարի 5-ին և կկոչվի «Ինեբա» սննդի ժամանակավոր հանձնաժողով՝ ապրանքների, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրելու համար։ Նրա ղեկավարը ոլորտային հանձնաժողովի նախագահը կլինի Շոթա Բերեկաշվիլին։ Հանձնաժողովը կկազմավորվի 14 падգամավորով, որտեղ մեծամասնությունը և ընդդիմությունը ներկայացված կլինի 7 անդամով։ Նպատակն է ուսումնասիրել առաջնային սպառողական ապրանքների, սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գները։ Հանձնաժողովի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ոլորտում գործող առաջատար ընկերությունների, արտադրողների, ներմուծողների և մանրածախ ցանցի օպերատորների հետ։ Խորհրդարանը ընթացիկ նստաշրջանային շաբաթում կսկսի քննարկել բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունների հարցը։ Քաղաքական կուսակցություններում բուռն քննարկման թեման Թբիլիսիի պետական համալսարանի և տեխնիկական համալսարանի միավորումն է։ Որոշ դասախոսներ և ուսանողներ դեմ են այս փոփոխություններին։ Իշխող թիմը պարզաբանում է, որ Թբիլիսիի պետական և տեխնիկական համալսարանների միավորումները առաջին հերթին ծառայում է դասախոսների և ուսանողների շահերին և ծառայում է կրթության որակի բարձրացմանը։ Կրթության նախարարությունը հայտարարում է, որ ակադեմիական անձնակազմի համար նոր լրացուցիչ մրցույթների և
ատեստավորումների անցկացման մասին տեղեկատվությունը կեղծ է։ Կրթության նախարարը նաև պարզաբանում է, որ գերատեսչության համար գերակա խնդիր է առկա ակադեմիական եւ վարչական աշխատակազմի պահպանումը։ Տեխնիկական համալսարանի մոտակայքում բողոքի ցույց է անցկացվում։ Բողոքարկում են տեխնիկական եւ պետական համալսարանների միավորման դեմ։ Ակադեմիական եւ գիտական շրջանակների մի մասը, ինչպես նաեւ ուսանողները, հավաքվել են վարչական շենքի մոտ։ Նրանք պահանջում են չեղարկել կրթության նախարարի կողմից կայացված որոշումները։ Այս պահին ընթանում են տեխնիկական համալսարանի պրոֆեսորների եւ ուսուցիչների հանդիպումը կրթության փոխնախարարի հետ։ Նույն մոտիվով ցույց է անցկացվում Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում։ Բողոքի ակցիան սկսվել է ակադեմիական խորհրդի նիստին զուգահեռ։ Ուսանողները բողոքում են երկու համալսարանների միավորման եւ ուսանողների խորհուրդ չընդունելու դեմ։ Նրանց խոսքով իրենք Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորից խոստում են ստացել, որ ուսանողների որոշակի մասը կմասնակցի հանդիպմանը, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել շենք, ինչը համալսարանի ղեկավարությունը բացատրել է անվտանգության միջոցառումներով։ Ընթացիկ շաբաթ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները եռակողմ հանդիպում կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Տեղեկատվությունը հաստատել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նույնպես արձագանքել է Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած հարձակմանը եւ այն անվանել ակնհայտ հանցագործություն։ Հիշեցնենք, Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել հանքագործերի տեղափոխող ավտոբուսի վրա։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել 16-ը։ Ռուսաստանը դեռևս բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց դրանք պետք է անցկացվեն Մոսկվայում, ընդգծել է Դիմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով Ուկրաինայի հետ համաձայնության գալը դժվար բազմակողմանի գործընթաց է։ Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը հետևողական է։ Գերմանիայում աշխատողների գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտը աշխատում է խափանումներով։ Գերմանիայի հանրային հեռարձակողի տարածած տեղեկությունների համաձայն գործադուլ է հայտարարվել երկրի 16 նահանգներում, ինչը սահմանափակել է ավտոբուսների, մետրոյի եւ տրամվայների ծառայությունը։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները պահանջում են աշխատանքային օրերի կրճատում, հանգստի ժամերի երկարացում եւ աշխատանքի արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացում։ Գործադուլի հետ մեկտեղ տրանսպորտին խոչընդոտում է նաև եղանակային պայմանները։ Վրաստանի կրթության նախարարը մասնակցել է Իսրայելում կայացած արհեստական բանականության միջազգային համաժողովին։ Միջոցառման նպատակն է փորձի փոխանակում եւ առաջարկությունների մշակումը կրթական համակարգում արհեստական բանականության արդյունավետ եւ պատասխանատու օգտագործման, ինչպես նաեւ այս ուղղությամբ միջազգային գործունեության ամրապնդման համար։ Բացի այդ, տեղի ունեցել Իսրայելի եւ Վրաստանի կրթության նախարարների հանդիպում, որտեղ երկրները սկսել են արհեստական բանականության կրթության համակարգում ինտեգրման նորարարական մոտեցումներով եւ փորձով։ Գորիի պետական համալսարանում տեղի է ունեցել երեխաների իրավունքների վերաբերյալ կրթական հանդիպումներ։ Քննարկումը կազմակերպել է Եվրամիության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ գրադարան նախագծի հետ համատեղ։ 12 տարեկանից փոքր երեխաները խաղացել են վիճակախաղող երեխաների իրավունքների վերաբերյալ, կարդացել են երեխաների սիրելի արվեստի գործեր եւ քննարկել իրենց իրավունքների պաշտպանությունը։ Ղալդուբոյի մունիցիպալիտետում ընթանում է կրթական եւ սպորտային ենթակառուցվածքների նախագծերի աշխատանքները։ Նորաբաց մանկապարտեզները ստուգվել են ենթակառուցվածքների նախարարի կողմից։ Գեգութի գյուղում հիմնադրվել է 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը վերանորոգվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան։